Երեխաները հիմա տեղեկացված են, բայց գիտակից չեն։ Իսկ այն ժամանակ տեղեկացված, բայց քիչ գիտակից։ Հասարակությունը գիտակցված է այն ժամանակ, բայց տեղեկացված չեն։ Այդ է խնդիրը։ Իսկ այս նորարար տեխնոլոգիաները, որ բերվել են արդեն դպրոցներում հեռախոսներ, կոմպյուտերներ, որ երեխաները դրանցով են սովորում, ուղղակի ռոբոտացնում են։ Մեր երեխաները չեն կարողանում մտածել։ Երեխայի մոտ առաջադրանք է տալիս, երեխան հասարակ թվաբանական մաթեմատիկական գործողությունը չի կարողանում, ինքը մտածում է ինչ անի այդ պահին, որպեսզի մի հատ միջոց ընկնի իր ձեռը հեռախոսման, որպեսզի կարողանա գործողությունները անի, թիվը գրի կամ չգիտեմ։ Այսինքն կախվածություն այդ նոթբուք, հեռախոս եւ այլն, համակարգիչ եւ այդ կախվածությունից չեն կարողանում ազատագրվեն։ Ուսուցիչների հետ էլ կապված խնդիր կա։ Ուսուցիչները հիմա փորձում են այն ինչ որ երեխան կարող է ստանալ ինտերնետի միջոցով, դրանք չտալ։ Այսինքն, օրինակ պատմության ուսուցիչն ասում է, ինչի համար ես երեխուն ստիպեմ սովորել թվերը, եթե թիվը ինքը կարա մի հատ կլիկով համակարգչից իմանա։ Մաթեմատիկայի ուսուցիչն ասում է, ինչի ես սովորեցնեմ իրան մեծ թվերն իրար հետ բազում պատկել, եթե ինքը կարա կալկուլյատորով անի։ Այսինքն, այդ ռոբոտացման խնդիրը նաև ուսուցիչների խնդիրն է։ Ուսուցիչները փորձում են իրենց գործը հեշտացնելով երեխային թողնել շատ քիչ սովորելու բաներ։ Իհարկե կան նաև միջազգային պրակտիկա, թե հիմա ավելի շատ այդ ինտեգրում է այդ դպրոցական նաև առարկայական կամ կրթական ծրագրերի շրջանակներում միջազգային փորձը կարող է այսպեսի փորձում են տեղայնացնել։ Որոշ ժամանակ անց դպրոցականը, չեմ ասում, հենց առաջի երկրորդ դասարանում անմիջապես, ինքը պետքա կարողանա ինքնուրույն որոշում կայացնի որոշակի տեղեկատվություն ստանալուց հետո։ Բայց այդ համակարգիչը եւ այդ հեռախոսը ավելի շատ ինչ-որ խաղերի դաշտում է գտնվում եւ թե ուր է տանում դա, տենց, այսինքն եւ չազատագրվել է այդ խաղերի դաշտից վերմա որոշակի բացասական էլեմենտների։ Շատերը ծնողները, որպեսզի երեխային կտրեն, ասենք թե չգիտեմ, տանում են տարբեր պարապմունքների, սպորտով պետք է զբաղվեն, տարբեր որպես դուրս գա դրանից, զբաղված գնա տարբեր բաներով զբաղված լինի, այդ թվում նաեւ ուրեմն տարբեր դպրոցից դուրս ուսուցիչների հետ, այսպես կոչված ռեպետիտորների հետ զբաղվել եւ այլն, որպեսզի ծանրաբեռնվի, հոգնի եւ այլևս բան չանի։ Բայց սա լուծում չի, ես կարծում եմ այդ ահռելի բան նույնիսկ մի 2-3 տարեկան երեխաները արդեն սկսում են իրանց ինչ որ մատերի շարժումները բան անել։